Հարգելի եւ սիրելի գործընկերները դիմում են մեզ հետեւյալ նամակով. Հարգելի 4/4 ձևաչափով ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումների մասնակիցներ։ Սույնով հայտնում ենք, որ քննարկումների մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Ուրակեցի ես կուզեի նաև հայտնել միանգամից օգտվել հնարավորությունից հայտնել Հայազգային կոնգրեսի դիրքորոշման մասին, եւ այս նամակը նաև շատ կարևոր դեր խաղաց այդ դիրքորոշումը վերջնականապես ձևավորելու հարցում, մեզ համար ի սկզբանե շատ կարևոր է եղել քաղաքացիական հասարակության մասնակցությունը այս գործընթացին։ Մենք շատ կարևորել ենք, որ բացի քաղաքական ուժերից, բացի իշխանություններից, ընդդիմությունից քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն մասնակցի այս գործընթացին։ Ես կարծում եմ, որ 4/4 ձևաչափով բանակցությունների հաջող ավարտի համար բավականին մեծ գործ արեց եւ մեծ դեր խաղաց քաղաքացիական հասարակությունը եւ այս գնահատականը նաեւ նշանակում է, որ մենք իրականում լավ գործ ենք անում։ Ես ուզում եմ հայտնեմ մեր հանրությանը, որ գոյություն ունի արդեն համաձայնեցված տեքստ, որը մենք պատրաստ ենք ստորագրել։ Կարծում ենք, որ սա առանց չափազանցության կարելի է համարել պատմական իրադարձություն։ Երևի թե առաջին դեպքն է, երբ որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը ըստ էության, եւ ես չեմ կարծում, որ կգտնվեն որևէ լուրջ քաղաքական ուժ, որը դուրս կմնա այս համաձայնությունից, ինքնին դրույթները համաձայնության խոսում են եւ ցույց են տալիս, որ իսկապես լուրջ գործ է արվել։ Իշխանությունները գնացին շատ լուրջ քայլեր են կատարել ընդառաջ քաղաքացիական հասարակությանը, հանրությանը, ընդդիմությանը, եւ ես պետք է ասեմ, որ կարծում ենք, որ այս համաձայնագրով, այս համաձայնությամբ, այս հայտարարությամբ ամուր հիմք է դրվում, սա անկեղծ եմ ուզում լինել, այս համաձայնությունը, որ մենք այսօր պատրաստվում ենք ստորագրել, նա չի երաշխավորում ազատ եւ արդար ընտրություններ Հայաստանում, նա չի լուծում բոլոր խնդիրները, մնում են չլուծված խնդիրներ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ այս ընտրական օրենսգրքի հետ, չի լուծվում եւ ընտրակաշառքի խնդիրը եւ ադմինիստրատիվ ռեսուրսների չարաշահման խնդիրը, բայց լուծվում են շատ լուրջ խնդիրներ կապված տեղամասերում օրինականության վերահսկման հետ։ Եվ նորից եմ ասում, սա այս հայտարարությունը ամուր հիմք է ստեղծում, որ մենք շարունակենք մեր կռիվը Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների համար։ Սա հույս է, սա հնարավորություն է ստեղծում, որ մենք 2017 թվականին ունենանք իսկապես ազատ եւ արդար ընտրություններ։ Այդ է պատճառը, որ մենք հայտարարում ենք այսօր, որ Հայազգային կոնգրեսը պատրաստ է ստորագրել քաղաքական ուժերի միջև այս լայն համաձայնությունը։ Երկու բառեր ես ասեմ, իսկապես միանշանակ համաձայն եմ իմ գործընկեր Լևոն Զուրաբյանի հետ, որ այո, որևէ ամենաիդեալական օրենք չի լուծելու բացարձակ բոլոր հարցերը, եթե չկա քաղաքական կամք ազատ արդար ընտրություն անցկացնելու, բայց այո, սա իսկապես երկու առումով ես կկարևորեմ, նախ, որ մեր երկրում քաղաքական մշակույթը իսկապես վերջի շրջանում շատ աղճատվել էր, ատելությունը, փոխադարձ անհանդուրժողականությունը իսկապես քաղաքական մեր բանավեճի որակը իջեցրել էին ամենացածր մակարդակի եւ շատ վտանգավոր աստիճանի էր հասել, ես դա ձևակերպում եմ քաղաքական սեկտանտիզմ է, աղանդավորականություն էր նկատվում մեր քաղաքական մշակույթում եւ քաղաքակիրթ բանավեճ անգամ քո ամենաարմատական օպոնենտի հետ եւ փոխսիջման գալու այս փորձը ես իսկապես շատ գնահատելի եմ համարում, որտեղ առջևում մենք շատ լուրջ փորձություններ ունենք եւ մենք պիտի կարողանանք
թեկուզ փոքր քայլերի հաջողությամբ գնալ առաջ, սա նաև կուսակցությունների կայացման համար ես կարծում եմ իսկապես շատ կարևոր մենք այսօր քայլ ենք անում եւ սա նաև կարծում եմ պիտի օրինակ լինի մնացած բոլոր քաղաքական ուժերի համար, որ փողզիջում չի նշանակում կապիտուլյացիա, փողզիջում չի նշանակում սեփական սկզբունքներից հրաժարում, փողզիջում չի նշանակում ինչ որ սկզբունքների դավաճանություն, փողզիջում նշանակում է հնարավոր կոմպրոմիսների միջով առավելագույն հնարավոր լավագույն լուծումները գտնելու համար։ Սա է, որ մեզ համար իսկապես ընդունելի է այս երկու առումով, որ փորձ է արվում իսկապես քաղաքակիրթ հարաբերությունների, կուսակցությունների միջև քաղաքակիրթ հարաբերությունների մի այսպես դաշտ ստեղծել, որովհետև կրկնում եմ առջևում մենք լրջագույն դեռ փորձություններ ենք ունենալու եւ բնականաբար առաջարկները փոփոխությունները մեզ համար ընդունելի են եւ Բարգավաճ Հայաստանը նույնպես միանում է այս համատեղ հայտարարությանը։ Ես նույնպես կուզենայի անդրադառնալ, որ կարևորել է, մենք գործընկերներն արդեն իսկ կարևորեցին, բազմաթիվ քննարկումներ ունեցան եւ կարծում եմ, որ եղան ժամեր շարունակ ունեցան արձանագրած քննարկումների արդյունքում եւ ձեռքբերումներ եւ եղան խնդիրներ, որոնց հետ կապված մենք չկարողացանք գտնել ընդհանուր լուծումներ։ Սակայն կարծում եմ, որ եկավ հասավ մի պահ, երբ մենք հնարավորինս կարողացանք մեր աշխատանքի արդյունքում փոխադարձ, թեկուզ եղավ սուր քննարկումներ, պահ եղավ, որ ավելի կոշտ դիրքորոշումներ ցուցաբերեցինք, բայց այդ բոլորը բխում էր, որ ունենայինք հնարավորինս այնպիսի մի ընտրական օրենսգիրք, որով կարողանայինք բացառել ընտրախախտումները, ընտրակեղծիքները։ Եվ այս առումով ես կարևորում եմ, որ մինչև վերջի պահը դեռ երեկվա դրությամբ, նույնիսկ երեկվա քննարկումը տվեց էլի քայլ առաջ, որ կարողացանք ամբողջովին այս փաստաթղթի վերաբերյալ հայտնել մեր դիրքորոշումը եւ պետք է նշեմ, որ այսօր նորից բան փոխվեց եւ ես կուզենայի անդրադառնալ եւ կարևորել այս կառուցողական մոտեցումը պարոն Հարությունյան, որ իրոք մենք փորձեցինք նաեւ լուծում գտնել մեկ կարևոր հարցի շուրջ, ես որը կուզենայի ներկայացնել իմ գործընկերներին, որ կողմերը իրենց պատրաստակամությունն են հայտնում քննարկելու եւ լուծումներ գտնելու դրական տեղամասերի քվեարկության արդյունքները մինչեւ ընդրությունների արդյունքների նախնական ամփոփումը համացանցով տեղեկացնելու վերաբերյալ։ Կարծում եմ սա շատ կարեւոր է, որ մենք կարողանանք նաեւ իհարկե զուգահեռ այն գործընթացին, որ ընդրական գործընթացը քվեարկության արդյունքների ուղիղ հեռարձակման այդ գործընթացին զուգահեռ ամփոփման գործընթացին այն տեղամասերը, որոնք պատրաստ են ամփոփված են, որոշակի տեղեկատվություն տանք մինչև նախնական ամփոփում են տանուր։ Ես կարծում եմ, որ կարող ենք մենք հետագայում աշխատել նաև որոշակի լուծումներ գտնել համամասնական ընտրակարգի եւ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված այս հարաբերակցության եւ հաստատուղթը վերջանում է նաև այդ վերջի կետով, այդ հղումով եւ մենք նույնպես կարևորելով այս քննարկումների արդյունքում ձեռք բերած մեր համաձայնությունը նշված խնդիրների շուրջ կարծում եմ, որ այս փաստաթուղթը, որը եթե մենք համապատասխան ֆինանսավորում լինի եւ կարողանանք մտցնել այս նորամուծությունը ընտրական օրենսգրքում, սա կբարելավի եւ կբարելավի ընտրական օրենսգիրքը եւ մասամբ ինչ եմ ասում, որովհետեւ 100% հասնելու համար նպատակին պետք է կամք եւ վճռականություն պատասխանատուների, այսինքն իշխանության կողմից մենք մասամբ կվերացնենք մեր մոտ կրկնակի քվեարկությունը, որ քվեարկումների մեկը մյուսի փոխարեն, որովհետեւ մասամբ կարող ենք մենք ստուգել արդեն քվեարկող անձանց թե կրկնակի քվեարկել են թե ոչ, գրանցումը կիրականացվի կրկնակի, այսինքն եւ հանձնաժողովի անդամի կողմից եւ ըստ էության համապատասխան սարքավորման նորամուծության կարևոր էլեմենտ էր նաեւ ուղիղ հեռարձակումը ընդրական գործընթացի, իսկ մենք գիտենք, որ ցանկացած տեղամաս, եթե ուղիղ հեռարձակումը ինչ է այդտեղ տեղի ունենում, այս օբյեկտիվը տեսնելուց ցանկացած ընտրակեղծարար կզգաստանա եւ չի փորձի գնա այդ քայլին։ Ես չհոգնեցնեմ ցես, մենք նույնպես ստորագրելու ենք այս փաստաթուղթը եւ ասում է տա ասված տառոսը լինի այն կարևորագույն կետին, նույնպես որ կարողանանք ընդհանուր համաձայնության գալ։ Շնորհակալություն։ Ես նրանց ուզում եմ բոլորիս շնորհավորել։
իսկապես աննախադեպ հաջողություն է։ Մենք երկարատև փորձ ունենք ընտրությունների գործընթացի մեջ լինելու, ընդհանրապես կոնսենսուսների, համաձայնությունների հասնելու եւ պիտի ասեմ, որ ես չեմ հիշում մեր պատմության մեջ, որ ունենանք այսպիսի նախադեպ, որ ազգային ժողովը ներկայացնող բոլոր քաղաքական ուժերը համաձայնության գան այնպիսի կարևորագույն փաստաթղթի հետ կապված, որ ընտրական օրենսգիրքն է։ Այն մասով, որը որ կանք, դա արդեն ես համարում եմ մեծ ձեռքբերում, որովհետև այն մասով, որը որ չկանք էլ, դրել ենք խնդիր, որ շարունակենք աշխատանքները։ Այսինքն ես իսկապես հաջողություն եմ համարում սա, եւ ամեն մի գործընթացի պասակը արդյունքն է։ Ես ճիշտ ասած մի երկար ժամանակ մտածում էի արդյոք կհասնենք արդյունքի թե ոչ, որովհետև մեր այս ձևաչափով քննարկումները հաճախ ինձ հիշեցնում էին, թող ոչ ոք չնեղանա այդ ձևակերպումից, սիզիֆոսյան աշխատանք։ Բայց երևի մենք մի քիչ խելոք գտնվեցինք, որ կարողացանք ինչ որ մի պարբերության ժամանակ Սիզիֆոսի գլխի ընկնել, որ ինչ որ մյուս քայլ պետք չի անել։ Հասել ենք գագաթին, կանգնենք։ Քարը նորից չգլդորենք ներքև, նորից բարձրացնենք սարի գագաթը։ Եվ դրա համար ես իսկապես բոլորի շնորհավորում եմ, որտեվ այստեղ բավական աշխատանք է տարվել, ես գիտեմ։ Առանց անուններ տալու ես ուզում եմ բոլորի շնորհակալություն հայտնել, որ իսկապես ներդրել են ամեն ինչ, որպեսզի հասնենք այս արդյունքին։ Գիտեմ, որ դժվար է եղել, չափազանց դժվար է եղել, բայց ի պատիվ նրանց, ովքեր իսկապես անկեղծորեն ձգտել են, որպեսզի մենք ունենանք ավելի լավ ընտրական օրենսգիրք, սա եղել է գլխավորը, եւ սա առաջնորդել է բոլորին, որ մենք իսկապես արդյունք արձանագրենք։ Նրանք, ովքեր հիմա մասնակից չեն, ես ցավում եմ իհարկե, որ իրենք չեն կիսում այս հաջողությունը մեր հետ։ Կիսում են ինչ որ մասով, ինչ որ առանձին սեպարատ հայտարարություն են ուզում անեն, դա իրանց խնդիրն է, թող անեն, բայց դրական չեզոքությունը այս առումով նույնպես կարևոր է արձանագրել։ Դե հիմա ուզում են ասեն, որ մենք համաձայն չենք ձեր արդյունքներից, մի սրբագրի իրենց ասածները։ Իրականությունը նշենք իրենց անուններով։ Նախ ես չեմ համարում, որ ներողություն իրենք լեգիտիմ ներկայացուցիչներն էին քաղաքացիական հասարակության։ Այդպես չի, քաղաքացիական հասարակությունը շատ ավելի լայն է, քաղաքացիական հասարակությունը չի սահմանափակվում մի քանի հկներով, եւ ուրեմն ես կարծում եմ, որ դեռ քաղաքացիական հասարակության հետ աշխատելու մենք դաշտ ունենք։ Այս փաստաթուղթը ներողություն, թույլ տվեք ես խոսեմ, դուք ձերը կասեք։ Մենք հələ աշխատանք ունենք կատարելու նաև քաղաքացիական հասարակության հետ եւ աշխատելու ենք հենց նույն այս փաստաթղթով։ Այո, աշխատելու ենք, որպեսզի նույն քաղաքացիական հասարակությունը մասնակից դառնա ընտրական գործընթացներին, անկախ նրանից իրենք կողմ են թե դեմ են, ինչ են, չեզոք են, դրական են թե բացասական են, մեր ընտրությունները ապագա բոլորիս համար են եւ մեր ապագան որոշվելու է 17 թվականի նորմալ ընտրություններով։ Եվ ուրեմն իրենք մենք պետք է քաջալերենք, որ ամեն ինչ անեն, որ մասնակցեն, որտեղ ընտրական օրենսգիրքը ինքնին չի ապահովում ընտրությունների այնպիսի անցկացում, որ բոլորս երազում ենք։ Ընտրական օրենսգիրքը հիմք է ստեղծում, բայց մարդիկ են կյանքի կոչողները, եւ ուրեմն եթե ընտրությանը մասնակիցները նույն քաղաքական կամքը դրսևորեն նաեւ ընտրությունների ժամանակ, միասին հետևենք, հասնենք նրան, որ Հայաստանը ունենա իսկապես աննախադեպ բարձր որակի ժողովրդավարական ընտրություններ, ես կարծում եմ, որ բոլորի անունները կգրվեն, եթե չասենք ոսկե տառերով, ապա հենց երևացող տառերով պատմության մեջ։ Այո։ Ուրեմն ես իսկապես շատ բարձր եմ գնահատում այս քաղաքական կամքը, որ դրսևորվեց բոլորի կողմից։ Եվ ես կարծում եմ, որ այն բոլոր հարցերը, որոնք մենք բարձրացրել ենք երկար տարիներ, չասեմ տասնամյակներ, մի զգալի մասը դրանց լուծումը ես այստեղ տեսա, ես լուծումը մենք կարողացանք արձանագրել, սա համարում եմ ամենամեծ ձեռքբերումը եւ հաջողությունը։ Եվ նաեւ համարում եմ, որ կոնսենսուսի հասնելը կամ կոնսենսուս
-4 հասնելը այդուամենայնիվ մեծ արդյունք է, որ մենք պետք է կարողանանք նաև միջազգային հանրությանը ներկայացնել, որ նույն դոնորները քաջալերվեն եւ չասեն, որ քանի որ չկա ամբողջական, ասենք այդ 4-ը բացակայում են, դոնորները ձեռնպահ մնան աջակցելու ֆինանսապես, որ այս գործընթացը մինչև վերջ իրականացվի, որը իմ համար ամենակարևորն է, որտեղ սրա տակ լուրջ ֆինանսական աջակցության խնդիրներ կան։ Ուրեմն մենք հենց այս պետք է անենք, որպեսզի սա կես ճանապարհին չմնա, դրա համար եմ ասում, որ պետք է նույն դոնորների հետ էլ շարունակենք աշխատանքը, որպեսզի այդ դոնորները ընդունեն սա որպես կոնսենսուս իսկապես, ամենահնարավոր լայն կոնսենսուսը, որ այս պահին կարելի է ձևակերպել։ Այս առումով մենք էլի աշխատանք ունենք արելու, այս լավ մթնոլորտը պահպանենք եւ շարունակենք առաջ միասին մեր երկրի համար ունենանք ժողովրդավարական լավ ընտրություններ։ Հարգելի գործընկերներ, ես հակիրճ կգնեմ, որովհետև գնահատականները, որոնք հնչեցրեցի, հիմնականում արտահայտում էին այն իրադարձության էությունը եւ իրականում ամբողջ կարևորությունը, որը իսկապես բոլորս ընկալում, հասկանում, ըմբռնում եւ կարևորում ու գնահատում ենք։ Չափազանց կարևոր էր եւ այն պատրաստակամությունը եւ նաեւ իշխանության կողմից կատարված քայլերին գնահատական տալու պատրաստակամությունն ու կարողությունը, որը դրսևորվեց նաև ընդդիմության կողմից։ Սա հիրավի աննախադեպ է այն տեսանկյունից, որ երբ մենք խոսում ենք հասարակության վստահությունը բարձրացնելու մասին, իսկ մենք շատ հաճախ այս բոլոր կարևոր քայլերը կարևորում ու նշանավորում էինք հասարակության վստահությունը բարձրացնելով։ Ի վերջո բոլորս ուզում էինք բացի կարևոր է ընտրությունները անցկացնելուց ու որակյալ ընտրություններ անցկացնելուց բոլորս առաջին հերթին առաջին այսպես հորիզոնականում դնում էինք հանրության վստահությունը ընտրական գործընթացի քաղաքական process-ների նկատմամբ բարձրացնելը։ Ես կարծում եմ մեզանից յուրաքանչյուրից մեր յուրաքանչյուրի գնահատականից է կախված նաև այդ վստահության բարձրացումը եւ միայն այն թեկուզ ինչպես պարոն Ռուստամյանը որակեց Սիզիփոսյան մի փուլի աշխատանքը, որը հետո դարձավ արդյունավետ աշխատանք, միայն այն հանգամանքը, որ այսօր ձեր բոլորի շուրթերից, մեր բոլորի շուրթերից նման բառեր են հնչում եւ նման գնահատականներ, իրապես կարծում եմ արժեր այս ծանր աշխատանքը եւ բոլորիդ շնորհավորում եմ։ Բանը համարել եմ, որ ընտրական օրենսգիրքը արդեն պարունակում էր բավարար մեխանիզմներ էապես փոխելու ընտրությունների որակը։ Այնուամենայնիվ այս գործընթացը կուզենայի կարևորել երկու տեսանկյունից։ Առաջինը արդեն Տիկին Հովհաննիսյանը նշեց, իսկապես ընտրողները եւ հասարակությունը միշտ չէ որ ուսումնասիրում են խորը ընտրական օրենսգիրքը եւ նրանց համար շատ կարևոր է քաղաքական ուժերի կողմից վստահել չվստահելը։ Այս գործընթացը շատ կարևոր է այդ տեսանկյունից։ Եվ երկրորդ, ինչը ամենակարևորն է իմ տեսանկյունից, դա այն է, որ եթե մենք գնում ենք խորհրդարանական կառավարման ձևին, մենք պետք է սովորենք միասին աշխատել։ Խորհրդարանական կառավարման ձևը ենթադրում է շատ ակտիվ համատեղ աշխատանք։ Մեր սահմանադրության մեխանիզմները հատուկ ուշադրություն են դարձնում դրան, լրացուցիչ մեխանիզմներ բացնելով, որոնք երաշխավորում են, որ ոչ միայն հաղթողը ստանում է ամեն ինչ խորհրդարանում, այլ քաղաքական ուժերը պետք է շատ ակտիվ համագործակցեն։ Իհարկե հեշտ չէ այս աշխատանքը եւ ես այդ առումով ուզում եմ մեր գործընկերներին հատուկ շնորհակալություն հայտնել, որովհետեւ մենք ունեցել ենք ձախողվելու, այսպես ասենք, գրեթե 100%-անոց շանսեր երբեմն։ Շատ մոտ էինք ձախողմանը եւ աշխատանքի դադարեցմանը, բայց ուրախ եմ, որ յուրաքանչյուրը երկու կողմից էլ կամք գտան իրենց մեջ հաղթահարելու, քայլ կատարելու եւ դա հենց այն է, ինչ կոչվում է կոնսենսուս, փոխհամաձայնություն։ Երբ յուրաքանչյուր կողմը չի ստանում այն ամենը, ինչ ինքը ենթադրում էր, գնում է որոշակի զիջումների եւ դիմացը ստանում է որոշակի խնդիրների լուծում։ Սա այդ առումով իսկապես կարելի ասել անգնահատելի փորձեր բոլորիս համար։ Ես վստահ եմ, որ սրանով մենք իրականում հիմք ենք դնում նաև
մեր հետագա համագործակցության համար։ Դա ամենևին չի նշանակում, որ մենք ունենալու ենք նույն քաղաքական հայացքները։ Մենք շատ հաճախ ունենալու ենք ուղղակի հակադիր քաղաքական հայացքներ, բայց դա ամենևին չի նշանակում համատեղ աշխատանքի բացառում եւ լուծումների համատեղ որոնում։ Այս առումով հիմնակարը դրված է եւ ես շնորհավորում եմ առաջին հերթին հենց այդ տեսանկյունից։ Հուսամ, որ Հայաստանի ապագան միշտ ենթադրելու է քաղաքական ուժերի անկախ նրանից նրանք կլինեն ընդդիմադիր թե իշխանական համատեղ աշխատանքը։ Շնորհավորում եմ բոլորիս։ Այ իհարկե։ Անունացող հավատի հաշվի բանի ասեմ, աշխատեք այսօր կուտար դժվար լայված աշխատանքով բանի ասեմ։ Հավատի հաշվներ, ես ուզում ասել նաև շնորհակալություն եմ կառույցներին, որոնք աջակցեցին կողքից։ Մեզ դրանք ԺՄԻԳ-ի, Վենետիկի, միջազգային կառույցների, ԵՀԿ Եվրոմիության պատվիրակության ղեկավարի, Միացյալ Նահանգների, բոլոր դեսպանների միջազգային կառույցների, որոնք այսպես ողջևորում են, աջակցում են, որ այս հայտարարությունը կայացի։ Իհարկե ես ուզում եմ նաև արձանագրել, որ սա ամենևին չի նշանակում քաղաքական գործունեության կարգավորում, սա ընդհանրապես ընտրական օրենսգրքի մի մասի կարգավորման փորձն է, տեխնիկական հագեցվածության եւ օրինականության վերահսկման մասով, դա թեպետ մեծ հաջողություն է, բայց սա կոնսենսուս չէ ընտրական ամբողջ գործընթացի եւ ընտրական օրենսգրքի եւ առավել եւս քաղաքական գործունեության համար։ Քաղաքական գործունեության առումով ոչինչ չի փոխվել, մեր դիրքորոշումները մնալու են նույնը, բայց կրկնում եմ, սա ես համարում եմ հաջողություն եւ սա կարծում եմ կողքեվորի եւ հասարակական եւ քաղաքական դաշտ եւ հանրությանը առաջիկա ընտրություններին մի քիչ ավելի վստահելի մոտեցումով կազմակերպելուն մոտենալուն։ Բոլոր դեպքերում ես ուզում եմ կրկին բոլոր նրանց ովքեր հավատում են եւ աջակցեցին այս գործին հայտարարել շնորհակալություն, որ առաջին փուլը, սա առաջին փուլը է գործի սկզբի, կարողացանք դարձնել իրականություն, ապրեք։ Իսկապես պահ է և պատմական է, որովհետև այս աննախադեպ փոխհամաձայնությունը կարծես թե բավականին երկար և քրտնաջան աշխատանքի արդյունքում այնուամենայնիվ կայացավ։ Պարտադրող է, որովհետև կարծես թե այսօր քաղաքական ուժերը դեմ դիմաց նստած մեր հանրությանը, հասարակությանը, ասում են մենք համաձայնության ենք եկել այս փաստաթղթի շուրջ, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ վստահելի ընտրություններ։ Այս առումով մենք վստահելի ընտրությունների հիմնաքարը այսօր դրեցինք։ Եվ ունենք բավականին մեծ աշխատանք հետագայում այս վստահությունը նաև հասցնել հանրությանը եւ մեր քայլերով դա տանենք առաջ։ Պատմական է նաև, որովհետեւ մեր ընդդիմությունը կարծես թե առաջին անգամ սևին սև է ասում, սպիտակին սպիտակ ես, քեզ կատակ, քեզ լուրջ իհարկե։ Ես նույնպես ուզում եմ մեզ բոլորիս եւ շնորհավորել եւ նաեւ նշել, որ իսկապես քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, որոնք ինչ որ մի չափով ներկայացնում են նաեւ իրենց չափով այդ ոլորտը քաղաքացիական հասարակությունը, իսկապես դրական նաեւ գնահատական էին հնչեցրել իրենց հերահար ուղղած նաեւ այդ ուղերձի կամ նամակի մեջ։ Գաղտնիք չի նաև, ես ուզում եմ նաև անուններով ասեմ, մենք բոլորս մասնակցել ենք, չգիտեմ, բանակցել ենք, խոսել ենք եւ այլ, բայց առանձնահատուկ շնորհակալություն եւ պարոն Հարությունյանի եւ պարոն Զուրաբյանին, որովհետեւ այս ընթացքում բավականին քրտնաջան աշխատանք եւ գործը կարծես թե մեր հետ խոսելով, այնտեղ խոսելով, այստեղ համաձայնեցնելով, զիջումներով երկուսով եք որ գլուխ եք բերել եւ հասցրել եք այսօրվան եւ մենք բոլորս բարճակատով նստած ասում ենք պատմական եւ պարտադրող որ է այսօր։ Այսքանը շնորհակալություն։ Հիմա մնաց մեզ ֆինանսավոր են, չէ՞։ Ամենակարևորը ես կարծում եմ մեր հայտարարությունները պետք է հիմա ուղղակի Այս արտես
Ագիսեյա, պեչի։ Առաջարկում եմ անցնել ստորագրման։ Իհարկե դուք այս 4-ը միմյանցը փոխանակելով ստորագրեք։ 5 հատ ստորագրեք, թող զապասը լինի։ Գրի չտուր մապի տաս։ 5-ը ստորագրի, որ ամեն Իրար հետևից ստորագրեք։ Ասեք գրի 4 ստորագրեք։ 3 Անա, ստորագրեք։ Բայց ինչ է հերթականության է։ Ոնց ուզում եք հերթի տարբերություն։ Ով որը ուզում է Կանոն չեք գնում։ 5 հատ ստորագրեք, որ ամեն մի հատ ունենա։ Սովորեք այս իշխանության եք գալուս, այս մողներ եք ստորագրում, Այս ձեր իշխանության գալու փաստաթուղթն է ստորագրում։ Ո՞վ մի կապի հարգելի գործընկեր լրագրողներ։ Վերում եք ոնց չեն։ Դատաձեռագրաբանական փորձարկում։ Ես ընդհանրապես ստորագրեցի ճիշտ ասած։ Ես եմ ստորագրել Շահենը։ Ես այդտեղ չեմ ստորագրել այդ մեկը։ 4 ստորագրեմ, դի ստորագրեմ։ Դե 8-ի տա։ Ես ով ես դու։ Ես ստորագրել եմ։ Ես ստորագրել եմ, ստորագրել եմ, ես ստորագրել եմ, այստեղ չստորագրեմ։ Արփինը ստորագրել։ Ես կոմը չեմ։ Ես բառը Ես ստորագրել եմ։ Հետո եք Մարսելի անունը գտանք։ Քրե։ Վարդան։ Չէ, փոխել եմ։ Այս տեքստը նաև արդյունքն է գրածել։ Կոնգրեսը 60% կանում է։ Այս չէ։ Ագաղությունը լավ բան չի դեռ։ Աստված լսում պատճում է։ Ովիկ ես դու ես։ Հա։ Դուր բայց բանը անոնց գրեմ դեմ։ Ստեղ։ Արփինենու ես խաչաձև գրել ենք։ Ես որը չեմ ստորագրել։ 4 ստորագրել։ Անունները գրել եմ գործ։ Արփինե անունները ստորագրությունն ունեցա, որ անունները հանես։ Անունը ստուգեմ։ Ստեղ աստղը պետք է անենք։ Հա, Ասա նորմալ է գրենք։ Նորմալ է, մենք մի հատ 4 մատ դուք ստուգեք էլի, որը չի։ Այս մի վարքյան թող այստեղ մնա, այս իրանց ընդից։ Այս մեկ նորմալ, այս ընդ է եկածն։ Այս նորմալը, Ստեղ ես անը չեմ գրել, բեր գրել։ այս Այս մեկը նորմալ է։ Այս նորմալ է։ Առաջին տեսնում։ Ձայների 4-5-րդով կա։ Աստորից է վարկային պայմանագիր։ Բանա, չէ, կյանքան հենց վարկային կապսը դերում։ Կարող չի Էզոտ ջանգի է չէ որ սնամություն ասել է շտարեքսանության կոմպտավյակիկ, որտեղից վարկայինից հետո բոլորը սնամության վտանգության կոմպտավյակության կոչարը ոնց կոմպտավյակի։ Երկու հատ չեք տվել տեղից։ Չէ, մերը տեղ է, սաղ 4-ն էլ տեղ է։ Ես 4-ն էլ դուր իրանց Արսենն է։ Այն 4։
Ուժ բանա։ Հատումյանը։ Իհարկե։ Այս բան Նույնիսկ կարան արտախորհրդանական ուժերն էլ միանան, խնդիր չի։ Իհարկե։ Անկեղծ։ Չէ, իսկապես կարան։ Ինչքան միանան, այնքան լավ։ Այդ ժամկետ դնենք իջև երբ կարող են։ Մարդը մի հատ լավ տեսախցիկ, չէ։ Սրանք ստորագրել, հա։ Այո, դրանք ստորագրել։ Բոլորը ստորագրել են։ Այս դավթարը ձեզ մոտ։ Всё, 7 հատ։ 4-8 հատ դիլն է, 7 հատ, 4-4։ Արամը չստորագրել, չէ՞ դու չես ստորագրել։ Այս խենք մենք սաղով ստորագրեմ, որ տենց։ Բա 4-4-ի մեջ էինք։ Հիմա կհաշվեն կասեն 7 ստացվեց, ստորագրել բոլորը։ Դու Ստորագրել ենք մենք սաղ ստացվում։ Երեքով։ Երեքով։ Բա մասնակցել ենք, բա ինչ անենք։ Ստորագրեք բանը։ Այո։ Ստորագրել ենք, որ 4 + 4 ստացվի։ Հաշվեցի 7 ստացվեց։ Միապեր ուրիշ հաշվարկի ձեր կա 4 + 4 - 4 ստացվում է 4։ Այդ մենք էինք վերջում բնան։ Մեր բայց այսօր տալիս ես Արսեն ջան, հետ բեր, այդ տա մեր օրինակներն աչ թողես։ Տանելու ենք երցեն հետ։ Բարը ստորագրում չէ 10-ից դզել։ Ներքսը բերի կամ քեզ այս տան թողարանն է ստորագրի, որ կմոտ 4 հատ թողնել։ Այդ ստորագրած է Արամը։ Չէ, այն երկուսն է։ Արսեն ջան, այդ մեր երկուսը հետ բեր Արամի ստորագրած։ Ես մի հարց եմ ուզում տալ, լրագրողները քաղաքասարակ։ Խնդրեմ ես այդ տաս։ Իսկ կան լրագրողներ, որոնք կողմ են այս փաստաթղթին։ Իմ օրինակը տվեք, ես ստորագրեմ Եթե ուզում եք միացեք։ Դեմա։ Տեսական հիմնավորումներն է, Նայրան չի ստորագրել։ Նայրը ինչու՞ չէ ստորագրել։ Նայրան կլքարատ ես անում ինչ-որ ոնց ստորագրել։ Այս մեկը չի ստորագրել, ընկեր։ Մեկը փոխենք, հա։ Ահա, բայց մեզ էլ երկու հատ բդի տակ։ Մի հատ էլ լրիվ ստորագրած տուր, ու սա լա։ Նայրա ստորագրի միայն։ Ես քեզ։ Նայրա ստորագրի ես։ Ես քեզ։ Այո, այո։ Սեպտա։ Կտավա։ Քեզ մասը բոլորը ծառայ։ Մեզ ծառայ։ Так, Всё? Հա, всё, մեր մոտ Ամեն մեկը ստացավ, չէ՞ իր օրինակ։ Ես ունեմ դեռ։ Քեզ Սուլտան եմ ազգային ժողովի արտեկցին։ Հիմա յուրաքանչյուր ունի մեկ օրինակ։ Ամեն մեկդ մի հատ վերցրեք յուրաքանչյուր հետ։ Ունեք ձեր օրինակը։ Պարոն Մանուկյան, ձեր ուր է ձեր օրինակը։ Ոնց թե։ Դե լավ, կարծում եմ մենք ավարտեցինք մեր առաքելությունը պատմական։ Այո։ Այդ հակի մոտ կոնյակ խմենք, ինչ ասեմ, Բրավո, Զարքա։ Էսարսյան։ Տեսում ձեզ։
Հարցը դեպքատար։ Այո։ Вообще-то есть чем Մնացել հիմնականում կոկակինը, իսկ կոկակինը ինքը շատ պոզիտիվ է բոլորը, այսինքն թեշտացնող Ժորժան, ես հասկացա, որ շատ կապատալի բանակցել է։ Լավ, հաջողություն Ժորժ։ Գինես որ հայտնաբերես դեմոնին ես քանամ զանգել, Ես որ հայտնաբերես դեմոնին ես զանգել։ Կինը արդեն գիտի թե ինքը քեզ ինչ կգնա զանգել։ Անձնական։ Իրանը քնուչի խնդրում, հա։ Ափիզիկը դեզես կզանգա, հա։ Ափիզիկը։ Հա։ Դա խոսանք էլի։ Հա, Գոհեն ժողով մեզնից։ այո։ Դրականա չէ որ բայց ոնց է բանը վերապահում ասի։ Չէի քաղաքի, չէ։ Հաջողություններ։ Ես հիմա ես մեկ կա։
Եվ այսպես ազգային ժողովում հենց նոր դուք կտեսաք, որ ավարտվեց հանդիպումը իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների 4x4 ձևաչափով քննարկումը, սակայն այս անգամ ինչպես падգամավորները նշեցին 4x4 -4, որովհետև ներկա չէին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր խոսքում ընթերցեց հասարակության ներկայացուցիչների հայտարարությունն, ովքեր դրական էին գնահատում համաձայնություն իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների եւ հայտարարել էին նաեւ որ հետագայում հանդես են գալու հայտարարությամբ արդեն միայն քաղաքասարակության ներկայացուցիչների անունից ստորագրվեց փաստաթուղթ վերջապես իշխանության եւ ընդդիմության միջև եւ այն կոնսենսուսը, որը կոնսենսուսի շուրջ, որի մասին որ երկար ժամանակ խոսում էին եւ Դավիթ Հարությունյանը, Լևոն Զուրաբյանն իրենց խոսքում մինչ այդ ասում են, որ անգամ հունիսի 1-ից հետո հնարավոր է կոնսենսուս, այդ կոնսենսուսն այսօր կայացավ, հետագա ինչպես Լևոն Զուրաբյանն իր խոսքում եւս նշեց, սա լիարժեք արդար եւ տափացի ընտրությունների երաշխիք չէ, սակայն կնպաստի որոշակի չափով ժողովրդավար ընտրությունների անցկացման։ Պատգամավորներն արդեն հեռացան ազգային ժողովից, հանդիպումն ավարտված է, մենք ուղիղ հեռարձակմամբ հեռարձակեցինք ողջ ընթացքը, այս պահին ավարտում ենք հեռարձակումն ազգային ժողովից,